Շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, մենք երկաժամանակի առաջ ենք ունեցել ձեզ հետ զրուցելու, թեմաները շատ են, խնդրեմ սկսել, կարծում երկու բլոկից կարելի է կազմել մեր այսօրվա եթերը, առաջին հատվածը քաղաքական իրողությունն է, մենք տեսանք վերջին օրերի, վերջին շրջանում բավականին, այսպես ջղաձգված են իշխանականները, նախ Ալեր Սիմոնյանի հայհոյանքը, դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի հարձակումը Արցախցի կնոջ եւ նրա որդու վրա ներկայությամբ, երեք Ալեր Սիմոնյանի եղբայրները մայրիկին կար, Էստեր Բաբովեսյանի հետ կապված, խնդրեմ սրանցից սկսենք, հետո նաեւ արդեն կարևոր է թե այդ շակերտավոր խաղաղությունը, որը մեզ գեոպոլիտիկա, ու վախեցնում, որ եթե իրենք չլինեն, լինելով իշխանության 4 պատերազմ են վերել, ավելի շատ է կանդրադառնամ, այո, բայց իրենք շարունակում են վախեցնել, որ եթե 5 հանգարց չեղան, պատերազմ է լինում, համեցեք։ Շնորհակալություն, ես նույնպես շնորհակալ եմ, որ հնարավորություն եմ հիմա խոսելու, արտահայտելու իմ անհանգստությունը, ինչպես նաև պայքարի կոչ անելու իմ հայրենակիցներին։ Իհարկե ցավում է, որ երկար ժամանակ չի ստացվել հանդիպենք, բայց հուսամ շուտով այդ բացը կլրացնենք։ Նախ առաջին անդրադառնամ Սասուն կոչվածին։ Լրագրողները հարց են տալիս ինչպես եք վերաբերվում, եւ ահա իբրև թե պատերազմի մասնակցած մարդը ասում է, որ հայհոյանքը դա ինչ ասեց Մարիամ ջան, արքայություն է։ Ուրեմն լսիր տգետ, դե միանգամայն հասկանալի է, չէ, որ դու Աննա Հակոբյանի այն կրթական ծրագրով ես գնում, կրթությունը նորաձև է։ Հավանաբար նորաձև կրթության ամենամեծ արժե համակարգը Սասուն, դա երևի հայհոյանքի արքայությունն է, բայց դու չգիտես էլ այդ տգետ, որ հայհոյանքը ոչ թե արքայություն է, այլ ժողովուրդը մի լավ խոսք ունի, ասում է, այսինչ բանի դեմ, այսինչ բան անողը բանն է արքայություն։ Եվ հայհոյանքը դա ժողովրդական բանահյուսություն է, Սասուն։ Իսկ ես ամեն օր շրջելով Հայաստանում տեսնում թե հայ ժողովուրդը ինչ լավ բանահյուսություն է ասում քո մասին եւ քո շրջապատի մասին։ Տգետ, հայհոյանքը երբեք արքայություն չի եղել, այ քո նման ցածրակարգ մարդիկ են, որ նման արժե համակարգից են կարճած եւ փորձում են դա թելադրել։ Եվ իմացիր, որ ամեն նոր 24 ժամվա ռեժիմով հայ ժողովուրդը, արժանապատիվ հայ ժողովուրդը քեզ ու քո նմաններին, թուրքի դեմ խոնարհվածներին հայոց բանասիրության ամենագեղեցիկ ձևով քեզ ուղարկում են արքայություն, վայելես այդ արքայությունը։